Բարեցես, սերարագիստներ, այսօր ինձ է իրասար տեպմը, ասկային ժողորդարական բևերի խորտի անդամ, երեժշտակետ մյուզիսիան, արվեստակետ Եղիշե Պետրոսյանը և մեր մեծ եղբայր համբերադար ասկային է, բարի երեգո և անցմու որ շատ համեստ է և շատ համբերադար, մանավանդ իմ նմաններով է, ինչպես եք։ Մերսի, բարի երեկո, շնորհակալ եմ Պիտեր ջան, լավ գնահատանքի համար։ Անձնական փորձառուտենի ճիշտ ասած ես այսօր ուզեի ավելի բարեկամական զրույցներ, ինչպես եթե նկատած եք շաբաթ գիշերները մարդիկ օգնած են քաղաքահունչան այդպես ինչպես կսեն հավես չունի, սակայն դժբախտաբար բարոն Եղիշե փոխեցի մի քիչ հարցազրույցը շատ ավելի լուրջ չի, որովհետև երկիրը իսկապես որ գաբրի անդախընթաց ճգնաժամի մեջ մենք այս ընդրությունը փաստորեն ես երբեք չէի ուզել որ 2026-ին Հայաստանի 17-ին 9 տարի հետ հարցազրույցները վարեի Հայաստանի լինել չլինելու ճգնաժամի բարակային, որովհետև երկիրը փրկության գարիք ունի, երկիրը կանգնած է շատ մեծ ահավոր վտանգի առջև եւ դժբախտաբար ժողովրդի մեկ մասը դակավին չարտադրներ մենք ինչ ահավոր վտանգի մեջ ենք։ Ես չեմ ուզել խոսել խոշապի մատնելու, սակայն պետք է ժողովուրդը հասկանա Եվ երեք արդեն լսեցի բավական մտահոգ լուրեր, որ արդեն մենք դիկլարացիան արդյոք կարծես թե կհանձնենք։ Գիտեք, որ Վարչապետ Փաշինյանը շատ ջարմիկ է, աղետի մասին կխոսի, հանկարծ երկրորդ բաժինը հանուն հարարակը խոսի, սակայն ինք աղետի մասին մեզի խոսած է։ Մի քանի ամիս մեջ տեսնենք, որ ինչու, դիտեսե որ պատուկ ընտրեցիք, ասի չէ, Ճիշտ է որ հակառակ կողմն է գսե, սակայն այդ է գսե երկու բան գսե, մեկ նախադասության մեջ։ Այլևս հասկացողը հասկացած է իր տակտիկան վարժված է։ Բարոն Եղիշե Պետրոսյան, ինչ կկատարվի, դուք ավելի քաղաքական ավելի փորձալու եք։ Մենք դիկլարացիան կհանձնենք, մենք ավելի զրույցներ ու գերտանք, փաստորեն մենք օրեօր կմահանանք։ Խնդրեմ հրամեցեք։ Ցավոք սրտի իրավացի ես Պետր ջան։ Իրավացի ես իրոք վիճակը ճգնաժամային է։ Եվ առաջին հերթին ես կախտորոշեի ժողովրդի հոգեբանական, բարոյական ճգնաժամը։ Մենք բարոյական շատ խորը ճգնաժամի մեջ ենք, որովհետև ամենատարրական բաները մարդկանց դարձել են անհասու, տարրական վտանգները չգիտակցվող, տարրական հաջորդականությունը չգիտակցելու, չգիտեմ, այսպիսի մոլուցք, ընդհանրապես պատասխանատվություն իրենց վրա չվերցնելու նոր ինչ-որ որակ բացասական իմաստով, հա, նոր ձեռքբերում ասեմ, ու սա առաջացնում է համազգային ճգնաժամ։ Շատ ցավալի է, որ այն ամենահասարակ միտքը, երբ որ դու փորձում ես հասու դարձնել քո զրուցակցին կամ ընդհանրապես հանրությանը, աքսիոմատիկ բաները մարդկանց գլուխը չի մտնում, աքսիոմատիկ բացատրությունները, այսինքն երբ որ դու փորձում ես տրամաբանել, թե որ քայլին ինչ քայլ է հաջորդելու եւ եթե այսպես չանենք, ինչ կստացվի, դու ստիպված ես մտնես բանավեճի մեջ ամենատրամաբանական վերլուծության ընթացքում։ Սա ես համարում եմ շատ դժվարին հիվանդություն, շատ խորը հիվանդություն եւ ցավոք սրտի դա շարունակվում է եւ հույսը դնել այս հասարակության մեջ ազգային բեկորների վրա դա շատ քիչ է, երբեմն կարելի է թևաթափ լինել, թե ինչի հետ գործ ունենք, հա, ինչի հետ գործ ունենք, մարդիկ ուզում են մնալ այդ ճահճում, հասկանում ես, եւ համակերպվել այդ իրավիճակի հետ եւ ամենասարսափելին նա է, որ ուզում է ինքը խապված լինի։ Այո։ Շատ է դուրը գալիս խապվելը։ Հասկանում ես, երբ որ դու փորձում ես բացատրես, որ սա խապկանք է, սրան հաջորդելու է այս մի բանը, մարդիկ մեկ էլ քեզ հակադարձում են, թոշակները 10,000-ով բարձրացավ։ Այ եղբայր, այ քույր, արդյոք սա կարելի է ընկալել որպես նորմալ մարդու տրամաբանություն, չէ,
Սա Կամ լուրջ վերաբերում։ հիվանդություն է։ Հա, սա շատ լուրջ հիվանդություն է, շատ լուրջ։ Ես երեք էր, հա, երեք էր ես մասնակցեցի ընտրարշավին, գնացինք բան Մարտունի, Գավառ եւ Սևան։ Ես Ժիրայրի հետ էի եւ եղավ դե ասենք լսում ես կողքից ռեպլիկներ բան։ Մեկը գոռում է թե ծախվել եք որ քննադատեք իշխանություններին կամ մեկը ասում է դարդերս պակասել հիմա էլ բևեռը եկավ գլխիս, հա, գլխիս մենակ բևեռն էր պակաս, ասում եմ եղբայր, քո գլխին քո մազերն է պակաս եւ գլխիդ մեջ ուղեղի պարունակությունն է պակաս։ Ուզում ես քեզ բան բացատրեմ, դու հասկանաս ինչի է սխալ կամ ինչի եմ ես այդպես մտածում։ Չէ, ասում է ես զալլա չունեմ, հասկանում ես, զալլա չունեմ։ Այսինքն մարդկանց այն աստիճան են հոգեբանորեն փչացրել, դե չեմ ասում բարոյականապես դատարկել, որ արդեն չգիտես լավ ինչքան խոսես կամ քանիսի հետ խոսես։ Տրամաբանական է, չէ, եթե ինչ-որ մի բան ասում ես, երգում ես, պետք է երգը հասկանան։ Բանաստեղծություն ես կարդում կամ ֆիլմ ես նայում, պետք է հասկանաս ինչ, սրանք չեն էլ ուզում ոչ լսեն, ոչ էլ հասկանան։ Ու ցավոք սրտի դա բավականին ծանրակշիռ ժողովուրդ է։ Եվ երկրորդը շատ են սիրում ես մեծահարուստների կամ իշխանությունների հետևից քաշ գալ։ Կարող է մի բան իրանց համար, չգիտեմ, հաջողի, չգիտեմ ինչ են պատկերացնում։ Այսինքն անկախ մտածող եւ տրամաբանորեն դատող ժողովրդի պակաս կա։ Այսինքն խոսում այն 10 քանի համարը սիրուն տղա է կամ այն մեկը համեստ է, այ ժողովուրդ, ոչ փեսա եք տանում, ոչ էլ հարս եք տանում։ Սա վերաբերում է քո ազգային անվտանգությանը, քո ազգի ապագային եւ քո ինքնության դիմադրությանը։ Հասկանում ես, չկա այդ դիմադրողականությունը։ Հա, ասում է ինչա, թուրքերի հետ էլ կապրենք։ Երեք ես խոսում էի մի կնոջ հետ, որը բավականին հաջողված ասմունքող է։ Շատ լավ չարենց է ընթերցում, պարուր սևակ, շատ այնպես ոգեղեն բան, բայց ասում եմ լսի, դու էլ չարենց սևակ չկարդաս, ասում եմ ինչի, պարոն Պետրոսյան, ասում եմ աղջիկ ջան, քո կարդացածը եւ քո Facebook-ում գրառումները իրար հետ հակոտնյա են։ Դու ստեղ Շիրազի մասին ենք խոսում, Շիրազ ես կարդում, չընկալելով բովանդակությունը, կամ դու չես ընկալում, կամ դու չգիտեմ ինչ ես։ Ոնց կարող է այս սուտ խաղաղությանը դու տենց հիացմունքով նվիրվես, երբ որ բացատրում են քեզ ինչը ոնց է, հասկանում ես, ու չգիտեմ, ուղեղդ կախում է, կոմպյուտերային լեզվով ասած, հա, ուղեղդ կախում է։ Բայց հիմա ինչ ասեմ, Պետր ջան, այս մեր խաչն է, պետքա կրենք, իհարկե նահանջել չկա, հոգնել չկա, նահանջելու դեր չկա, որ նահանջես։ Այո, Արցախ նահանջես Հայաստան, բայց մենք ուր եք նահանջել։ Հա, ասում ես Արցախը կորել է քեզ ոչ մի բան, ասում է ինչ ա եղել ինձ։ Բա որ դրանք ասում է թալանում էին կամ փախան եկան, թոմանային կռվեն, ասում եմ լսի, դու խոսում ես մի մարմնի մասին, որի թևը կտրել են։ Հասկանում ես, լավ այդ ինվալիդ երկիրը։ Թևը կտրած ու հիմա հələ կարող է ոտդ էլ կտրեն։ Կարող է երկու ոտդ կտրեն։ Դա քեզ համար բան է, նորմալ է։ Ասում է, հա, ասում է, դե ես ընդհանուր եմ, հա, տարբեր զրույցների արդյունքներն եմ ասում։ Հա, ասում է, բայց հիմա տես, այն օրը գնացել եմ բժիշկի,
դեղորայքն ձրի, չէ, ոնց ասել, հա, դեղորայքն տալիս են, ապահովագրությունը կա, թոշակները բարձրացրին, ասում եմ, այդքան հիմար կարելի է լինել այդ աստիճանի պարզունակ մտածելու համար, միամիտ։ երբ որ հարցը վերաբերում է քո հայրենիքին, քո իրավունքին, քո, չգիտեմ, էությանը, քո ինքնությանը, այս ամեն ինչը, այսինքն 10,000 դրամ թոշակ ավելացնելով, կորցնում ես, հա, ասում եմ, ջանդամ լինի, այսինքն մենք, մեր հասարակությունը դարձել է հիմնականում անդասիարակ, անբարո վարքագծի ու անտաշ ու անկիրթ։ Սա հիմնականն է, ինչ որ ես քեզ կասեմ, Պետր ջան։ Սա իմ, այսպես ասած, դիագնոզն է, հա, ախտորոշումը, բան են չի անում, կատե տոմոգրաֆիա են անում, MRT են անում, հա, MRT-ն պարզ է։ Հիմա բուժման հարց է, բայց բուժողը չի կարող լինել արտախորհրդարանական ուժը։ Դա պետական մակարդակի լուծվող հարց է, պետական մակարդակի։ Ասում այդ Մասիսի նկարը ինչ էր տալի մեզ։ Հետա խաղ կապրենք էլի։ Այսինքն, չգիտեմ, արդեն վատ չեմ ուզում արտահայտվեմ, որովհետև մեր ժողովուրդն են, ափսոս է։ Բայց չգիտեմ, երկարատև աշխատանք է պետք, որպեսզի կարողանաս այս մտածելակերպից շեղես, փոխես մարդկանց լոգիկան։ Իհարկե, բայց այն մասն էլ որ հասկանում է, ասում է շարից հեռու մնա, դե բանը լավ է էլի։ Դուր է գալիս, որ իրանք ոչ մի պատասխանատվություն իրենց վրա հանկարծ չվերցնեն։ Շատ ծանր է, բայց գիտես ինչ, երբ որ կա բացարձակ ճշմարտություն, եւ դու այդ ճշմարտության հետևողն ես, օրինակն ես եւ ասողն ես, դու քեզ լավ ես զգում, որ դու տարբերվում ես, որ դու հեռատես ես, որ դու պատկերացնում ես ինչի առջև ես կանգնած, ինչ ահռելի վտանգների առջև ես կանգնած եւ դու չես նահանջում, դու գնում ես դրան ընդառաջ, անգամ եթե հիմնական ժողովուրդը իներտ է, պասիվ, անպատասխանատու, հա, անպատասխանատու, ասում է, հա, ինչ է, ուրիշ տեղ կապրենք, չի լինի, ասում եմ, լավ, դա ինչի ես ասում, սա տարբեր զրույցներից վերցված ծաղկաքաղ եմ անում, Պիտեր, ասում եմ, ինչի ես, բայց քո համար միևնույն է, որ դու որտեղ կապրես, ինչ կարգավիճակում կլինես, բաց Սփյուռքը ասում եմ, մի խոսքով, ես այդ դիագնոզը տվեցի, Պետր ջան, եւ հիմա ուզում եմ ասեմ, հասկանամ, որ ձեզ գներեք, ես մեջբերում եւ դիտողություն եմ, արդյոք ուզեմ ձեր կանոնադականը։ Նախ մեջբերեմ Կարեկին որ ժամանակի մարդիկ կիսեն, որ ֆաշիստ է, որ ինքը ամենամեծ ընկերվարականն էր։ Կարեկին մարդիկ չեն խորացած, ասած է, որ ասկն որի աղքատ է հաղթանակած, աս չի կարող լինել։ Արդյոք չեք կարծել, որ ընդդիմությունները ընդհանրապես Հայաստանի մեջ ինգած են փաշինյանիզմի շատ խորաման ջարբիկ խաղին, որպեսզի ինքը իր բարձունակ լեզուով ժողովրդին ներշնչած է, որ ասկայինը, հայրենասիրական իրավունքները բարձրապես անում իդեալիզմ են, սակայն վտանգավոր են, հիմա ասկսավ, սակայն խորքը սկսված է, որ ինչու պետք ուզեմ իշադակել փոքր բամը, որ փաշինյանիզմը ինձի լիբանան է, որ նույն քաղաքին կպատկանենք։ Երբ որ ես անդադ հարցումներ կհարցնեի Արցախի պատերազմին, որ ասիչ դեր գրաված եմ, ինձ WhatsApp-ով գրես, որ հերիք է ասխոմբի վրա շատ խոսից, մարդու ցույց գեցամի, որ ինչու ատկան դեր դա արերես, Շուշի մեջ չլա որ դու հոթելներ ունիս, բիզնեսներ ունիս։ Արդյոք ընդդիմության հիմնական սխալը կամ հիմնական անուշադիրությունը կամ ծախողությունը անի, որ ժողովրդին չի գրծավ հասնեն, որ ասում միայն դե բարձրապես իդեալիստ ասկային հայրենասիրական քաղաքներ չեն, սակայն անոնք ձեր
Քրմանինաբիդպնան ընկերային դեսագինացեր անավաուժանացեր մարմինան Փաշինյանիզմը շատ խորամանկ է ժողովրդին միսը որ մենք այս բոլորին վազանցնենք բայց մեր կյանքը հանգիստ ապնենք սակայն ժողովուրդը դակամին չհասնալ խորքը որ քաղաքական բարդությունը ասկային բարդությունը չի բերել հանգիստ ընկերային տնտեսական բարեկեցիկ կյանք երբ որ դու ասկային գզիչիս ոչ թե դու միայն առադի իդեալիզմեն գզիչիս եւ առած առադին երբ որ դու ասկային քաղաքական բարդություններ կգրես անոնք կաստեն ամիջանային կոմորտիտ վրա կրմանիտ վրա աբակայիտ վրա ամբուդանկուչանտ վրա Աստեղն է որ ընդդիմությունը չի գրծավ դերևս խորաման խաղալ պաշինանիզմի խաղին հետ եւ դերևս ատկերա չի գետրոնացավ ընկերային տնտեսականի գենցաղայինի հետ որովհետեւ ժողովրդին պաշինանիզմը կարողացավ ցույց տալ այս բոլոր ընդդիմությունները որ ասոնք իդեալիստ են ռոմանտիկ են ասում բոլորին բեկչունինք մենք մեկ կյանք ունենք այդ կյանքը ապրենք արդյոք այստեղը չէ որ պաշինանիզմը շատ ավելի խորաման խաղացած է բոլոր ընդդիմություններում վրա ներառյալ ամենեն ասկային ուժին որ ամենեն իդեալիստ եւ ասկայնական ուժն է որ ասկային ժողովրդական բևերն էին հայրենասիրական գաղափարներով սակայն ժողովուրդը չհասնա որ միայն հայրենասիրական գաղափար չէ այստեղ գա մոտիտ վրա աստող շատ ճակատագրական հարցեր խնդրեմ մնամեցեք Պետեր, եթե ազգային ժողովրդավարական բևերը ունենար հնարավորություն ամիսը երկու հաղորդում ունենալ հանրային հեռուստաընկերությամբ ամեն մի հաղորդումը գոնե կես ժամ հավատա 6 ամիս հետո ամբողջ հանրությունը կսկսեր այլ կերպ մտածել բայց քանի որ մենք ընդամենը մեր YouTube-յան ալիքի վրա ենք եւ կողքի անգամ մասնավոր ընկերությունները հա ես քեզ մի օրինակ բերեմ ապրիլի 24-ին երբ մենք մեր ամբողջ խմբով հա մեծ խումբեր մի քանի 100 մարդ մեր պլակատներով որտեղ Արարատ լեռն էր մեր իրավունքի մասին էր հա մի խոսքով ազգային կարգախոսներով երբ որ մենք հասանք Ծիծեռնակաբերդ եւ մտանք ներս հենց մեզ տեսան ես էի Պապյաններ Ժիրայրներ ելով կար Արմենակ Ներկյուրեղյան հա Չուկազյանը այստեղ չի Չուկազյանն էլ էր կարծեմ մեր հետ էր դեռ Եղնուկյանը հա կամերաները շարված էր մենք մտանք ներս մեր կարգախոսներով հա ցուցանակներով բոլորի կամերաները շրջվեցին դեպի ծաղիկները հասկանում ես այդ բոլորի մեջ եւ հանրային հեռուստաընկերություններ եւ այսօրվա ընդդիմադիր կոչված այդ հին օլիգարխների հեռուստատեսություններն էին հասկանում ես նրանց կողմից ստեղծված YouTube-յան ալիքների բաներն են այսինքն ինչ է ստացվում բոլորը սենց ասեմ պայթում են ազգային որևիցե մի բանից իհարկե հանձնարարական կարար լինի չէ որ 7-8 կամերա կար 7-8-ներ շեղվեցին հասկանում ես այնինչ այդ կարգախոսները ում համար է ուղղված է մեր ազգին մտածել տալու հա պատկերացնելու հասկանալու վերլուծելու այո ուրեմն ինչ է ստացվում եւ մեր այսօրվա ընդդիմության ալիքներ մեդիաները եւ հանրային մեդիաները եւ երևի թե 90% մասնավոր մեդիաները բոլորը ազգայինից փախնում են չեմ կարծում որ այդ մարդիկ չէ որ այդ մեդիաներում մտավորական մարդիկ են այսինքն գրագետ մարդիկ են չէ հանձնարարական են կատարում հիմա արի մտածենք ում հանձնարարականը նրանք կարող են կատարել բոլոր այն թշնամական ուժերի որոնք հերվից կառավարում են Հայաստանը եւ իշխանություններին եւ այդ մնացածին որպեսզի Հայաստանում ազգայինը երբեք գլուխ չբարձրացնի հասկանում ես ու սա շատ ցավալի է այսինքն մենք դեմ ենք առնում մի հզոր կազմակերպված ուժերին դեմ հանդիման որոնք տարիներ շարունակ ժողովրդին հասցրել են այս աստիճանի որ ժողովուրդը իր մասին այնքան թերահավատ է
իր քվեի կամ իր ասելիքի նկատմամբ այնքան բանը Կասկածով։ անհավատ է, որ ինքը իրանից ոչինչ չի ներկայացնում, հասկանում ես, մենք փորձում ենք ասենք, որ դու արժեք ես, եւ բոլորս միասին շատ ավելի մեծ արժեք ենք, եւ մենք իրավունք չունենք պրիմիտիվ բաների մասին վիճաբանելու կամ խոսելու, մենք մեծ երազանքների, մեծ իրավունքների եւ մեծ նվաճումների մասին պետքա խոսենք, բայց որպեսզի մենք դա հաջողենք, մենք պետքա սինխրոնանանք իրար հետ, հա, սինխրոնանանք միասին այդ ամեն ինչը ձևավորենք։ Եվ տարօրինակ է, որ Սփյուռքից էլ կան այտենց իներտ ու ես կասեի ապուշ կարծիքներ, հա, լինի դա Լիբանան, որտեղ, չգիտեմ, հայրենիքի անունով երթվում էին, հա։ Ես կարող եմ ստակասել բարոն Եղիշե դեգուզեք, բախտալական դալ համեմատականի երկու հատին, որտեղ ես Լիբանանը լավ սերտացեմ Հայաստանն, հարցը այսպես է, բավական ունեցեցի եւ սադիտ մեջ կա երկուսն է կա անդարբերություն, սակայն Լիբանանի կամ միջանավերքի հայրուն կամ Ամերիկայի հայրուն, Սպիրկի հայրուն, լա Ամերիկա, լա Լիբանան, լա Սուրիա եւ Հայաստանի միջևի անդարբերության բաները դարբեր են, հիմքերը դարբեր են։ Հայաստանի մեջ կա շփախտապար, որովհետև ընջված ժողովուրդ է եւ աղքատ, ինչպես որ լսի նշտեին բան օրինակը բերի, ընջված աղքատ ժողովուրդը դժվար է հաղթանալը։ Հայաստանի մեջ խնդիրը ժողովուրդը շատ աղքատ է, ընջված է եւ ժողովուրդը գիտես բոլշևիկյան հոգեբանությունը իշխած է մի քիչ կները ինձ շատ զսկուշ է չեմ ուզերսել վախկոտ, սակայն կերը զսկուշ է։ Լիբանանի եւ Ամերիկայի եւ Սպիրկի բարական այլ է։ Այնտեղ կա շփազատություն։ Ինչու, որտեղ այնտեղ ասկային հարցերը կմոտենան ձայնայր գուսակցական տեսանկյուն է։ Այնտեղ բարձավես ամեն մեկ մոտեցումը իր գուսակցական լոզունգը ինչ կսե։ Այնտեղ փաշինյանիզմը շատ խորաման խաղացավ։ Սպիրկը սկզբունքով պետք է 195 առը, ասեմ որ փաշինյանիզմը Սպիրկի մեջ 500 ունի, Հայաստանի մեջ ունի 2500, Սպիրկի մեջ ունի այն գուսակցությունների մեջ որ փաշինյանիզմը մտած է ինքը միան եւուտաբես այդ բարակդոմը կդեսնի, որովհետեւ այդ գուսակցություններում մեծամասնությունը դժգոհելով դուրս է գալ այդ գուսակցություններն։ Այսօր եթե մենք առնենք ավանդական 3 գուսակցություններուն համագիրները 95-100 աշխարհության հագարակ է։ Գա օրնագե մարտաշակության մեջ որոշ բարակդոմը որ ինադու որ գսեք անի փաշինյանիզմի գողքին է եւ գա գուսակցական շատ գույր ձայներ դոգմատիկ կատեգորին Սակայն Սպիրկի մեջ շատ ավելի քիչ ոտ ունի հավատացեք։ Սպիրկի մեջ փաշինյանիզմը շատ դույր է։ Իր փունուժը Հայաստանի մեջ 2500 է։ Սակայն դուք ինձ շատ գիտեք որ 7500-ը իրեն մե չի հանդուրժը։ Միդի մեջ բերեմ գարձիկը ցեղական գուսակցության ղեկավարին շատ հարություն եմ։ Ես նախ չեմ հավատալ որ ասանուրության բեշնական Հայաստանը գվերջանա։ Ասված մի արասե Փաշինյանը չընտրվին համացայն եմ։ Սակայն այն գաղափարը որ եթե Փաշինյանը ընտրվի Հայաստանին ավարտը չեմ հավատալ։ Չեմ հավատալ որ Հայաստանը մեկ ընդրությամբ հայաց կբիլի դաբալի։ Այո, շատ մեծ սխալ բիդն է, բայց չեմ կարծել որ վերջնականն է։ Եվ այս մոդելությունը սխալ է։ Վերջնական չի լինի, եթե անգամ հաջողի։ Իմ օրինակ որ Սամատրուչյանը Սամատրուչյանը փոխելու հարցը գա որ անդերը պիտի բարդվի, ինչ որ շատ հարությունյան է սա, որա մեծ է։ Այո, եթե անգամ հաջողի, իսկ հաջողելու համար ինքը ցանկացած քայլերի կգնա։ Ընտրակեղծիքներ, հիմա այս ընտրարշավը որ նայում ես, ֆանտաստիկ գումարներ են ծախսում, ֆանտաստիկ։ Մեր հարգերեն։ Այո, եւ այն կուտը որ տալիս են ժողովրդին, էլի մեր հարկերից է, բայց վերագրում են իրենց, հասկանում ես, եւ եթե անգամ հաջողի, դա երկար կյանք չի ունենալու, որովհետեւ այս հաջողելուց հետո սրան հետևելու են շատ ավելի վնասակար քայլեր մեր երկրի նկատմամբ, շատ ավելի վտանգավոր վիճակներ եւ ցավոք սրտի մենք արդեն էլ ավելի խեղճացած դիրքերում կլինենք, ինչպես հիմա խեղճացել ենք բանակը կրճատելով, հա, մեր սահմանը երրապատիկ, քառապատիկ երկարելով, այս զինվորականության
ցավոք սրտի զինվորականության ղեկավարության անորակությամբ եւ նաեւ ասում զենք ենք առել, պետքա շքերթ անենք բան։ Եթե աշխարհի ամենալավ զենքը ունենակ, եթե հրամանատարը ասում է նահանջիր, այդ զենքը քանի կոպեկ արժի։ Հասկանում ես։ Էսա, բայց այստեղ հասցնելու իրոք պրոբլեմ կա։ Փորձում ենք, իհարկե, այս նախընտրական արշավի ընթացքում որոշ մեդիաներ ստիպված են տրամադրել եթեր, հա, գոնե ինչ որ մի մասով ավել ես կարողանում հասանելի լինել եւ տեղեկացված լինել։ Հիմա առաջի բանը, որ մեզ համար խնդիր է, որ ամբողջ հասարակությանը ցույց տալ ով է բևեռը, ինչ է իրանից ներկայացնում, ասելիքը որն է, եւ երկրորդը իմանան, որ դա մասնակցում է ընտրություններին։ Դու հասկանում ես, երբեմն բան են անում, քվեարկությունների ինչ որ ստատիստիկային ներկայացնում, դնում ես մեջի չկաս։ Այսինքն առաջի տեղում նա է, չգիտեմ, բայց դու չկաս։ Միտումնավոր է, հասկանում ես։ Տեսա, Պիտեր ջան, բայց ասում եմ, հոգնել չկա, նահանջել չկա, սա սրբազան պայքար է եւ ես կասեի հերթական սարտարապատն է, հերթական սարտարապատն է եւ չգիտեմ, պետքա կաշվից դուրս գալ, բայց հաջողել։ Շատ լավ, որտեղ շաբաթօրը եւ վտարը շաբաթօրը ավելի ինգրային գնեմ, բավական քաղաքական լուրջ խոսեցանք, մի դուրադես 150 դրի քիչ մեհրանամ ավելի թեթև դերով։ Նախ դիշնավորեմ ասկային ժողովրդական բևերը, որ եւ դիսեմ ինչու, քիչ ավելի հաջելի բիդետան եւ ինգրայինի, գիտեմ որ դու չես խնդրությունից դիշնավորեմ ասկային ժողովրդական բևերը, դիսեմ ինչու բաց լուրիչով, որովհետեւ դուք թերևս միակն եք, որ իմ նման երկար լեզուի հատուժեք քիչ մագադարով քիչ մտածում որովհետև գիտեք որ իդապերություն էսպիրկի գուսակցությունները որ իրենց անիշ որ ես բևերին կանտատած եմ էսպիրկի մեջ անոնց 10 արահերը կանտատած եմ էսպիրկի գուսակցություններուն մեկ նախատեսություն եւ մինչեւ իմ այսօր արմակետուն հայտարարած են սակայն գշնորհավորեմ որովհետև ես որ ասկային ժողովրդական բևերին շատ ուժեղ կանտատած եմ ես եմ որ կողարկված եմ կամավորական շարժում թե գամայական եւ չեք ներված գշնորհավորեմ ուրեմն դուք բավական հասուն եք ես որ ցեզի մեղատրեցի տայֆայության մեջ բացենի բաց մարտիկ կեսեն որն ամար հիմա գսեմ որովհետեւ հիմա ատյա չփակած ենք մենք հիմա ունենք միացյալ ջագատ եւ գիտեմ որ դուք բավական հասուն եք եւ չեք նեղանալ բիդի շնորհավորեմ որ ինձ մեկ գետի մեջ սխատուրս բերիկ ինչու որովհետեւ ես բևերին մեղատրեի եւ գամպատասնեմ նույնիսկ արավոդի մեջ ֆոտված մեկար որ չեմ գետը հասկացակ որ ուղղված է ձեզիտեմ ուսակցությունները գնմանին խանոցին որ ամեն օր նույն ջաշը գրամցնե սակայն դուրս սխալ եկա ինչու որովհետեւ ասկային ժողովրդական բևերը երկու ցեվովիզի սխալ դուրս բերավ առաջինը ունին դաղամին 8 րոպե հանդուրժեց այս բոլորը երկրորդ մեծ անանգալերին ժամանակ որ առաջին անգամ հայ գուսակցությունը գտեսնեմ որ իր լավակույնները չնեսեմ ասնել որովհետեւ հայկական գուսակցությունները սպիրկի մեջ եթե չունիս հարազատ մորեղբայր եւ չունիս փող եւ լավ զապարող չես եւ խելացի ես եւ գարդայ ես ասինքն եւ մեղքերը գտանաս ցանանա հետաքրական է որ ինձ այս բոլորը ցեզետ գիրալգած եմ եւ ինձ այդ լագավին գարապերի առանց ոյմեք պարտուտի ուրեմն ժողովրդավար դուրս եկակ Երկրորդ արիտվիկ դուք չնես եմատուզիկ ծեր շարքը չեմ ասել որ դուք զիջեցաք խորհուրդը ես զիջելու ոչ երբեք չեմ արած սակայն արիտվիկ ծեր ռեսարտներում որ պաստորեն եթե հայկական ուսակցությունը լայք ոչ մեկեր ժառանգությունը սպառնացող այլ անդամներու խելացի ունի շատ խելացիներ անոնց չէիք տարածալի ինչ որ սպիրկի ուսակցությունները գուտան ունին տաղամին 7 րոպե գշնավորը ինչ կուզեք ասել ուրեմն բևեր պաստորեն ժողովրդավար դուրս եկավ որովհետեւ ինձ անտուրժեց եւ որովհետեւ նոր սերունդին արիտ տվավ ունիկ 6 րոպե Այո, ես սակայն որովհետև դիկրանշենի հարցը լավ լուրջի դարձավ, սակայն հիմա գտնանք ասել մասին խոսի։ Այդ ամեն ինչը շատ հավանական է, այդ ինչ վերաբերում է Տիգրանաշենին եւ էլի ինչ որ բաների ես բացարձակ կասկած չունեմ, որ այդ պայմանավորվածությունը ունեն եւ նրանք ընդամենը
երջանիկ կլինեն, եթե կարողանա Փաշինյանը վերարտադրվի, ուրեմն իրենք կշարունակեն իրենց էքսպանսիան մեր այո տարածքների բայց խոսենք մեզ բայց խոսենք հիմա թևերին ժողովրդավար ասվոքի մասին, որովհետև դուք բավական հասուն ելակ պարտությունները չեք նրբեր, ուրեմն որ ասում այո, կողմը այո, Պիտեր ջան, կարգել։ մենք տես մենք ազգային ժողովրդավարական ենք։ Ժողովրդավարությունը մեր մեկս մյուսի կարծիք լսելու եւ հարգելու ունակությունն է։ Մենք Բևերի խորհրդում իհարկե շատ ենք վեճեր ունենում, բայց վեճը կոնստրուկտիվ է, ավելի լավ արդյունքի գալու իմաստով է։ Մենք իհարկե վեճերի արդյունքում մենք սրբազան պայքարին աջակցելու առումով մենք շատ լուրջ վեճեր ունեցանք։ Ընտրություններին, այս ընտրությանը մասնակցելու առումով լուրջ վեճեր ունեցանք, որովհետև կարծիքները շատ հակոտնյա էին, մասնակցել թե չմասնակցել, իմանալով թե ինչ են անելու, որովհետև հələ ընտրությունները չսկսած արդեն շատ կներեք, բայց երկու անգամ իմ սերդովս արիք առանց իմանալ իմ արձիկս դերևս, սակայն ես թևերի միշտ որ գորտորի նույնությամբ մասնակցել եւ միշտ կեսեի փողոցին որ պետք է համակորձացնել բոլոր ուժերը, այսինքն երկու անգամ իմ սերդովս աշխատեցակ։ հա, ասեմ քեզ բայց տես մեզ որպես մեղադրանք են ներկայացնում, թե դուք փոշիացնում եք ձայներ կամ սրբազանին միանալով դուք չգիտեիք որ դրա հետևը ռուսական ուժեր կային եւ այլն, բայց մեր ինչ էր մեր տրամաբանությունը կար շարժում ազգայինի վրա հենված եւ մենք անպայման պետք է աջակցեինք մանավանդ 3 կետերի շուրջ չթողնել այդ կիրանցի հանձնումը մեկ Փաշինյանի հրաժարական ժամանակավոր կառավարություն, հա, եւ նոր ընտրություններ։ Այնա ինչ որ մենք էինք ասում միշտ։ Մենք հիմա էլ ասում ենք, այս համակարգից, այս աղտոտված հակազգային համակարգից դեպի նոր համակարգ անցնելու համար պետք է անցումային շրջան եւ այդ անցումային շրջանում դու պետք է բոլոր այդ խանգարող հանգամանքները վերացնես որպեսզի կարողանաս արդեն նոր հիմք տնես ասենք բնակարան ես վերանորոգում պետք է ամեն անպետք բանը վերացնես այդ բնակարանից մաքրես ամեն ինչը նոր սկսես այդ նորը վերանորոգել հասկանում ես առանց անցումային շրջանի հիմա ինչ ընտրություններ որ լինի ինչ պարլամենտ էլ ձևավորվի այս սիստեմով դա ոչինչ չի տալու հայ ազգին միայն անցումայինով մաքրելով լուստրացիայով այսքան գործակալները վխտում են Հայաստանում 120 քանի կուսակցություն կա ում նպատակը ինչ է հարց չէ հիմա այս ընտրություններին մասնակցող հիմնականներին հա ուզում եմ հարց տամ մասնակցում եք որ ինչ անեք ընդամենը սոցիալական խոստումներ հա պաթետիկ էս կանենք են կանենք են կան չէ եղբայր չեք կարող անել որովհետև այս համակարգը փթած է փթած այս համակարգը չի կարող ապագա խոս տանալ հասկանում ես այս օրենքները որով շարժվում է Հայաստանը կամ այս սահմանադրական բանը փաթեթը որ կա այս սահմանադրական փաթեթը որ կա նախագահ որը իրանից ոչինչ չի ներկայացնում ոչ մի բանի պիտանի չի եւ նաեւ իզորուել չի մյուս կողմից կա կառավարություն որը համ տիրում է համազգային ժողովին համ բոլոր ուժային լծակներին համ արտաքին քաղաքականությունը այս անհնար բան է ընդ որում հավաքում են իրանց մոտիկ բանին դու կլնես հայ այդպես երկիշ չեն կարող ղեկավարել եւ բնականաբար այսքան նահանջ ունենք եւ մենք այնքան հիմա խեղճացված բայց խեղճացված զսպանակի կարգավիճակում ենք եթե մեզ հաջողվի այդ զսպանակը բացել ազգի մեջ այդ կլինի իրական հեղափոխություն եթե այդ զսպանակը բացենք չէ ուրեմն մեր բանը բուրդ է
Ոչ միայն մեր երկրի, մեր ազգի բևեռի բանն էլ է բուրդ, որովհետև մենք թե ներսից ունենք բազում թշնամիներ, թե դրսերից մեր թշնամական կողմերից բոլորի աշկն էլ հանել ենք, հասկանում ես։ Շատ բան է, մեր վիճակը շատ ծանր է, Պիտեր ջան, հա, շատ ծանր է։ Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, տես մենք ես անձամբ ցուցակում չկամ։ Ես պրինցիպ ունեմ, չեմ մտնում այդպես բաների մեջ։ Իմ ընկերները հարգեցին իմ այդ բանը, հասկանում ես։ Եվ մենք որոշեցինք, մենք ունենք մեր հետ երկար ճանապարհ անցած երիտասարդներ ունենք։ Նրանց համար ճանապարհ բացենք, որովհետև Աստված չանի մեր հետ մի բան կատարվի, գոնե մենք իմանանք, որ այս գործը շարունակողներ կան, հասկանում ես, եւ մեր պաշտպանունակությունը նաեւ ինչումն է, որ մեր մոտ մի գլուխ չի, հասկանում ես, դա մարդկանց խումբ է, որոնցից ամեն մեկը առանձին լիդեր է, մեկը մի քիչ շատ է երևում, մեկը մի քիչ քիչ, բայց ամեն մեկը շատ արժեքավոր է այդտեղ, էլ չեմ ասում այն երիտասարդները, որոնց մենք մղեցինք առաջին պլան, նրանք էլ անթերի անխոցելի երիտասարդներ են, այսինքն մենք սերունդ ենք տալիս մեր պայքարի մեջ, մենք սերունդ ենք տալիս եւ նաեւ ասեմ մեր գաղափարներից շատերը արդեն հաղթանակած են Հայաստանում, խոսում են ինքնիշխանությունից սա, նա, հասկանում ես, Արցախից մեկ-երկուսը խոսում են, ով ասեց, որ Արցախի հարցը պետք է թաղվի, այդ ում իրավունքն է, շատ էլ որ շատ բան զոմբի են ասում, հա դրանց, շատ էլ որ դրանք չեն գիտակցում դրա կարևորությունը։ 50 վարյան, ուզեմ 50 վարյանը դրամատուրգ ես որ քվեարկողներն վերջին խոսքը դուղես, ունին դակավին 50 վարյան առաջ որ սպարվի եւ զում մեզի գդրե։ Շատ լավ։ Ուրեմն սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ դիմեմ ոչ թե ընդհանրապես հասարակությանը, այլ այդ հասարակության մեջ ազգի բովանդակությունը կրող անհատներին, տեր կանգնեք ազգայինին, մեր ինքնիշխանությունը, մեր իրավունքները բացարձակ արժեքներ են եւ այդ իրավունքները վաղը մեզ, երբ որ մենք դրան հետևենք եւ պահպանենք, վաղը մեզ վերադարձնելու են եւ Արարատը եւ մեր բոլոր կորուսյալ հայրենիքը։ Եթե մենք այսօր չենք նահանջում, եթե մենք պահպանում ենք այդ իրավունքը, աշխարհը հարափոփոխ է։ Դուք չգիտեք, վաղը ինչ կլինի Թուրքիայի հետ, այն մյուսի հետ, մենք պետք է մեր իրավունքները պահպանենք, դրա համար կարևոր է, որ համար 8-ին ձայն տակ, գոնե մինիմումով մենք անպայման հայտնվենք ազգային ժողովում եւ ներսից արդեն կունենանք ազգայինի հարցը իրականում բարձրաձայնող եւ